Առաջին հարցի զեկուցողը ես եմ եւ հարցը Հայաստանի տնտեսական եւ ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը հաստատելու մասին հարցն է եւ ներկայացնելով զեկույցը ես մի քանի ընդհանուր դիտարկումներ կանեմ եւ մեկնաբանություններ կներկայացնեմ Հայաստանի տնտեսական եւ ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինի մասին եւ նաեւ հարակից մեկնաբանություններով հանդես կգամ, որը նաեւ որ չափով կարող է ուղղակիորեն կապված չլինել փաստաթղթի հետ, բայց անուղղակի անպայմանորեն կապված է։ Եվ այսպես Հայաստանի տնտեսական եւ ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը ներկայանում է որպես զարգացման ուղենիշ, որի նպատակն է վերանայել եւ ամրապնդել երկրի տնտեսական կառուցվածքը ու պետական ինստիտուտները։ Շատ կարեւոր եմ համարում արձանագրել, որ սա ըստ էության ուղենիշ է եւ հայտարարություն է մեր մտադրությունների մասին։ Ընդհանուր առմամբ կարծում եմ այս համատեքստում լավ կլինի, որ մենք կառավարության կողմից ընդունվող ռազմավարությունները եւ ռազմավարական նշանակության փաստաթղթերը ճիշտ տեղում դնենք մեր կառավարման համակարգում։ Ռազմավարությունները առաջին հերթին մտադրությունների բարձրաձայնում են եւ անելիքների պատկերացումների համախմբված դրսևորում, որովհետեւ ելի եմ ասում, չնայած ոչ միայն ռազմավարական փաստաթղթերը, օրինակ տեսեք նույն մենք անդադ ընդունում ենք պարբերաբար բնականաբար որևէ թվականի պետական բյուջեն եւ պետական բյուջեն էլ ինքը մտադրությունների մասին հայտարարություն է։ Շատ մեր իրականության մեջ հաճախ այս նրբությունը չի ընկալվում, որովհետեւ երբ որ տարվա բյուջետային տարին սկսվում է եւ ոմանց թվում է թե եթե մենք բյուջետային տարվա համար պլանավորել ենք, որ ենթադրենք այսքան տրիլիոն ծախս պիտի անենք, ուրեմն կառավարությունում կա մի սենյակ, որտեղ այդքան տրիլիոն ծախսը գումարը դրած է եւ մենք ամեն շաբաթ կամ ամեն օր գնում հաշվում ենք բանով կանխիկ կամ անկանխիկ բաշխում ենք եւ այդպես է գնում։ Ոչ դրա մասին չի։ Հունվարի 1-ի տվյալ թվականի բյուջեի հավաքագրումը սկսվում է տվյալ տարին սկսելու առաջին վայրկյաններից։ Այլ բան, որ քանի որ մենք նախորդող տարվա բյուջե ենք ունենում եւ այդ բյուջեում երբ որ լավ է լինում գործերը լինում են մնացորդներ կամ միշտ չի որ դա լավ գործի արտահայտություն է, որովհետեւ երբեմն մենք դա լավ չենք գնահատում, որովհետեւ այդ նշանակում է ծախսային մասը այդքան էլ լավ չենք արել։ Բայց ամեն դեպքում, այսինքն այդ շարունակականությունը ապահովում է, բայց մենք տվյալ տարվա բյուջեն սկսում է, երբ որ նոր տարվա այն զանգերը սկսում են խփել, են որ շամպայն նվաժակ բարձրացնում են, այդ բյուջեն այդ պայից սկսում է, այդ պայն բյուջեում այդ տարվա հավաքագրումը 0 է։ Այդ պայից ամեն ՀԴՄ, ամեն գործար գեներացվում է, հաշվետու շրջանը, որը մինչև հաջորդ ամսվա 20-ն է, տնտեսվարողները ներկայացնում են հաշվետվությունը եւ բյուջեն հավաքագրվում է, եւ քանի որ դոկտրինի հետ ուղիղ կապ չունի, բայց այնուամենայնիվ արձանագրեմ, որ 2025 թվականի պետական բյուջեի պլանը այն թիվը, որը ընդունվել է ազգային ժողովում 2024 թվականի դեկտեմբերին բյուջեի եկամուտները մենք 100.2%-ով կատարել ենք, այսինքն որոշակիորեն գերակատարել ենք, տարվա ընթացքում մենք մեր ամբիցիաները բարձրացրել ենք, մեր պլանավորումը, այսինքն ճշտել ենք պլանը եւ բյուջեի եկամուտների մեր կանխատեսումը ավելացրել ենք, այդ կանխատեսումից մի քիչ պակաս ենք հավաքել, բայց ի սկզբանե պլանավորածից հավաքել ենք ավել, այսինքն բյուջեն գերակատարվել է այս տրամաբանությամբ։ Հիմա վերադառնալով դոկտրինին եւ վերադառնալով ուղենիշին, ինչի մասին է այս փաստաթուղթը։ Այս փաստաթուղթը նրա մասին է, թե մենք հիմա որտեղ են գտնվում եւ դեպի ուր ենք ուզում շարժվել, բայց սա բավարար չի, որովհետեւ A կետից B կետը կարելի է շարժվել մի քանի ճանապարհներով։ Ենթադրենք, էլի որպեսզի նաեւ հանրությանը հասկանալի լինի, ասենք
Երևանից Գյումրի կարելի է գնալ առնվազն մի քանի ճանապարհներով։ Մենք ասում ենք Երևանից ենթադրենք գնում ենք Գյումրի կամ Գյումրիից գալիս ենք Երևան։ Դա երթուղիները կարող են տարբեր լինել եւ հետեւաբար այս տրամաբանությամբ դոկտրինը դրա մասին է, թե մենք ուր ենք գնում եւ ինչ ճանապարհով ենք գնում։ Եվ ըստ այդմ սրանով Հայաստանի Հանրապետությունը նոր տնտեսական պարադիգմա որդեգրում։ Փաստաթղթի մասին այս պարադիգման ներկայացված է բավականին համառոտ։ Ինքը 42 էջանոց փաստաթուղթ է, բայց ես ուզում եմ ասել, որ մենք սա 100 քանի էջից ենք կրճատել, դարձրել 42 էջ, եւ ես կարծում եմ, որ սա ավելի թեմայի հետ ուղիղ կապ չունի, բայց հարակից շատ կարեւոր մի բան եմ ուզում ասել։ Մենք ընդհանրապես մեր ռազմավարական փաստաթղթերին պետքա բավարար լրջությամբ վերաբերվենք այն առումով, որ իրանք պետքա լինեն մաքսիմալ համառոտ։ Որովհետև պետական պաշտոնյա եւ ընդհանրապես մարդու ժամանակը ամենաթանկարժեք ռեսուրսն է։ Եվ այն փաստաթուղթը, որը կարա լինի 10 էջ, չպետք է լինի 11 էջ։ Այն ռազմավարությունը, որը կարա լինի 15 էջ, չպետք է լինի 16 էջ։ Այն տեղեկանքը, որը կարա լինի մի էջ, չպետք է լինի 1.5 էջ։ Այն նախադասությունը, որը կարա պարունակի 3 բառ, չպետք է պարունակի 6 բառ։ Ու սա ֆունդամենտալ խնդիր է, դասականը դեռ ասել է կներես կարճ գրելու ժամանակ չունեմ, դրա համար երկար եմ գրում, եւ սա նույնպես, որովհետեւ դոկտրինը վերաբերվում է նաեւ կառավարման նոր կուլտուրային, այս շատ կարեւոր բան է։ Եթե առավել եւս պետական պաշտոնյա, պետական մարմինը, մի հատ ուրիշ պետական մարմնի գրում է տեղեկանք, առաջին հերթին այդ տեղեկանքը պետք է, ել չեմ ասում, որ պետք է լինի կոնկրետ, պետք է լինի մաքսիմալ կարճ, որովհետև եթե մենք նախարարին, փոխվարչապետին, վարչապետին, վարչության պետին, գլխավոր մասնագետին թուղթ ենք ուղարկում, որ ինքը պետք է կարդա, մենք պետք է ասենք, եթե այս թուղթը ուղարկում ենք, որի կարդալու վրա ինքը ծախսելու է 10 րոպե, արդյոք այդ 10 րոպեն այդ թղթի վրա կարդալու վրա ծախսելը պետական ռեսուրսի, ամենաթանկ ռեսուրսի ժամանակի օգտագործման ամենալավ ձևն է։ Ես ասում եմ, որ ոչ, եւ եթե մենք հաշվենք, թե ինչքան ժամանակ ենք ծախսում կարդալու այն թղթերը, որը 2 էջի փոխարեն կարող լինել 6 տող, տեղեկանքները, որտեղ ընդհանրապես պետք է լինի 3 թիվ, 3 տող, 3 թիվ, բայց գրվում է 6 էջ, 85 թիվ, 72 ֆայլ, ու ասենք դա նրա մասին է, որ մենք կաթվածահար ենք անում մեր իսկ աշխատանք։ Իհարկե մենք փորձում ենք հիմա այդ ստանդարտն էլ բան անել, բայց միշտ չի, ես չեմ ասում, կարող է լինի տենց տեղեկանք, որը նույնքան արժեքավոր է, ինչքան Լև Տոլստոյի Պատերազմ եւ խաղաղություն վեպը, ես չեմ բացառում այդպիսի հանգամանք, թող լինի, այդպիսի գլուխգործոց տեղեկանքները թող լինեն նույնքան արժեքավոր, բայց ես խնդրում եմ, եկեք էս էլ բան անենք։ Եվ դրա համար ես ինչի համար եմ ասում, 42 էջը ինքը կարար իրականում երևի ավելի կարճ լիներ, բայց դա մի ճանապարհ է, որով մենք պետք է անցնենք, բայց ինքը ընթերցանության նյութ որպես այդպեսին կարող է լինի։ Հիմա ինչով է պայմանավորված վերանայման եւ նոր տնտեսական պարադիգմ որդեգրելու անհրաժեշտությունը։ Սրա համար կա մի քանի կարևոր պատճառ։ Առաջին պատճառը 2018 թվականից ի վեր, ըստ էության հեղափոխությունից հետո Հայաստանի տնտեսությունը աճել է ավելի քան 50%-ով։ Այսինքն ճշգրտված տվյալները կլինեն այս տարվա վիճակագրության, մենք վստահ ենք, որ թիվը կլինի 50-ից ավել, իսկ թե կոնկրետ ինչքան, դա արդեն ցույց կտա ժամանակը եւ վիճակագրությունը։ Մեկ շնչին ընկնող հնան ավելի քան կրկնապատկվել է 2018 թվականի հեղափոխությունից հետո կամ 2018 թվականից հետո։ Եվ եթե 2017 թվականին Հայաստանի մեկ շնչին ընկնող հնան 3872 դոլար էր, 2025-ի խիստ նախնական տվյալներով մոտավորապես 9400 դոլար է։ Եվ աճը
2-4 անգամ։ Իհարկե պետք է ասել, որ այստեղ դրամի արժևորումը նույնպես դեր է կատարել, բայց դրամի արժևորումն էլ է տնտեսական գործում։ Եվ շատ կարևոր տնտեսական գործում եկեք արձանագրենք նաև թե ինչ է նշանակում դրամի արժևորումը եւ ինչի արդյունքում է տեղի ունենում դրամի արժևորումը։ Կենտրոնական բանկի նախագահը առիթ ունեցել են կառավարության նիստում խոսելու, հիշում եք, եւ այս տարի նախորդ տարի կենտրոնական բանկը շուկայից հավաքագրել է ավելի քան 2 միլիարդ դոլար։ Այսինքն հասկանում եք 2 միլիարդ դոլար Հայաստանի շուկայում լրացուցիչ միջոցներ են ի հայտ եկել եւ դա նշանակում է, որ դեպի Հայաստանի Հանրապետություն կա որոշակի ֆինանսական եւ տնտեսական ներհոսք։ Եվ սա իր հերթին այս թիվը մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը կարծում եմ ավելի է արժևորում, որը ելի ուզում եմ ընդգծել 2018-ից ի վեր աճել է 2.4 անգամ։ Այս ամեն ինչը նշանակում է, որ մենք հիմա ունենք բոլորովին ուրիշ տնտեսություն եւ բոլորովին ուրիշ երկիր, քան ունեինք 2018 թվականին։ Եվ սա կարևոր է արձանագրել, բայց ես ուզում եմ ասել, որ մենք պետք է հստակ գծագրենք, թե այս ամեն ինչում որտեղ է կառավարության դերը եւ որտեղ է այլ գործող անձանց դերը։ Կառավարության դերը իմ կարծիքով այն է, որ մենք վերացրել ենք 2018 թվականից տնտեսական գործունեության բոլոր հնարավոր սահմանափակումները։ Վերացրել ենք մենաշնորհները, վերացրել ենք արգելքներն ու արգելակները եւ ահա սա է հիմնական պատճառը, որ 2018 թվականից ի վեր ի հեճուկս բոլոր քաղաքական, տարածաշրջանային, աշխարհաքաղաքական վայրիվերումներին Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն պահպանել է մակրոտնտեսական կայունությունը, այլև ապահովել է համախառն մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի ավելի քան 2 անգամ, այսինքն 2.4 անգամ աճ, 50% տնտեսական աճ, եւ այս ամեն ինչը ուզում եմ հիշեցնել COVID-ի գլոբալ եւ բնականաբար նաեւ հայաստանյան ռեցեսիայի պայմաններում։ Եվ ուզում եմ ընդգծել, որ սրանում առաջին հերթին մենք պետք է գնահատենք Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող մարդկանց եւ օրենքով սահմանված հարկերը վճարող մարդկանց, որովհետեւ սա չի կարող լինել եւ չէ կառավարության ձեռքբերումը, սա կառավարության եւ քաղաքացիների համագործակցության ձեռքբերում է։ Այսինքն մենք ստեղծել ենք, մենք մարդկանց ասել ենք, չկա տնտեսական գործունեության որևէ սահմանափակում եւ այդ բանաձևը տվել է իր կոնկրետ արդյունքները, որոնք արտահայտվել են առաջին հերթին տնտեսության, բայց պիտի հիմա այս հաջորդիվ կանդրադառնամ նաեւ քաղաքականության մեջ։ Ըստ էության մենք այս ամենով արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն քաղաքական համակարգն է ժողովրդավար, այլև տնտեսական համակարգն է ժողովրդավար եւ պիտի նաեւ ընդգծեմ, որ սա նշանակում է գործնականում, որ կառավարությունը չի միջամտել այնտեղ, որտեղ չպետք է միջամտեր եւ մյուս կողմից կառավարությունը միջամտել է այնտեղ, որտեղ պետք է միջամտեր։ Ընդ որում չմիջամտելու դեպքերներ են լայնորեն հայտնի, միջամտելու դեպքերներ են լայնորեն հայտնի։ Այդ միջամտելու ամենահայտնի օրինակները կարող ենք բերել, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի օրինակը կարող ենք բերել, Հայաստանի էլեկտրական ցանցերի օրինակը կարող ենք բերել, եւ ես ուզում եմ կրկին ընդգծել, կառավարությունը չի միջամտել միջև այն եզրը, միջև որտեղ որից հետո արդեն միջամտելը պարզապես կլիներ անգործություն եւ անպատասխանատվություն։ Հետևաբար այս ամեն ինչով մենք պետք է արձանագրենք, որ տնտեսական այս ցուցանիշները լրացուցիչ կերպով տնտեսական դիտանկյունից հիմնավորում են Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական երկիր լինելը, բայց մենք պետք է արձանագրենք նաեւ, թե ինչ է սա նշանակում քաղաքական առումով, տնտեսական առումով եւ սոցիալական առումով։ Իմ արձանագրումն այն է, որ այս բոլոր գործընթացների հիմքում ընկած է այն
եւ միևնույն ժամանակ այս բոլոր գործընթացների արդյունքը այն է, որ մարդը օբյեկտից վեր է ածվել սուբյեկտի։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ մարդը քաղաքացին ոչ թե ինչ որ ուրիշի պետք է սպասի, որ այդ ինչ որ ուրիշը ինչ որ բան անի, իսկ ինքը պետք է նայի այդ ինչ որ բան անողի ձեռքին կամ սպասի նրա կմահաճույքին, այլ առաջին հերթին ինքը պետք է անի այն գործողությունը կամ գործողությունները, որոնք անհրաժեշտ են իր ազատությունը, բարեկեցությունը, անվտանգությունն ու երջանկությունը ապահովելու համար։ Այսինքն մի բան աներկբայորեն ակնհայտ է։ Հայաստանի Հանրապետությունում ամեն ինչ, բացարձակապես ամեն ինչ որոշում է մարդը, քաղաքացին։ Մեր այս դիրքորոշումը որոշակի քննադատության է ենթարկվում պարբերաբար։ Ինչու՞, որովհետև ասում են, որ այս կառավարությունը պատասխանատվությունը դնում է մարդու ուսերին, փորձելով իր վրայից, այսինքն կառավարության եւ իշխանության վրայից պատասխանատվությունը տեղափոխել մարդու եւ անհատի վրա, մարդու եւ անհատի ուսերին դնել։ Այս նախադասությունը ոչ միայն մեղադրանքն է ձևակերպում, բայց նաեւ տալիս է հարցի պատասխանը, որովհետեւ ասվում է կառավարությունը փորձում է պատասխանատվությունը իր ուսերից տեղափոխել դեպի մարդու շարքային քաղաքացու ուսեր, պայմանական ասած։ Այստեղ նրբությունն է, որ անհատի մարդու ամենամեծ անելիքը քաղաքական, հենց քաղաքական իշխանություն ձևավորելն է, հենց կառավարություն ձևավորելն է։ Այսինքն, այսպես թե այնպես կառավարության ձևավորման պատասխանատվությունը էլի մարդու վրա է։ Այսինքն երկրում խորհրդան ընտրում է քաղաքացին, ավագանի ընտրում է քաղաքացին, հետևաբար երբեմն ուղիղ, երբեմն անուղղակի, որովհետև մեր ընտրական համակարգը այդ հնարավորությունն էլ է տալիս, նույն համայնքում էլ, խորհրդարանական ընտրություններում էլ, եթե քաղաքական ուժը հավաքում է 50+1%, քաղաքական ուժի առաջին համարը եւ համայնքում եւ հանրապետական մասշտաբով համապատասխանաբար համարվում է ընտրված համայնքի ղեկավար կամ վարչապետ։ Այսինքն ուզում եմ ասել, որ այս խոսույթը, որ կառավարությունը, երբ որ մենք անհատի բացառիկ դերակատարումն ենք շեշտադրում եւ մեզ մեղադրում ենք, թե կառավարության պատասխանատվությունը դնում ենք մարդու ուսերին, այս բանը, այս խոսույթը որոշակի հակասություն է պարունակում, որովհետեւ հենց կառավարության եւ իշխանության մնացած բոլոր օղակներում որոշիչ դերը պատկանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, այսինքն անհատ մարդուն եւ հետեւաբար հենց իբն է պատասխանատվությունը մարդու վրա է։ Բայց միայն դրանով չի, միայն ընտրություններով քվեարկելով չի։ Այդ թվում երկրի զարգացման տեսլականը ընտրելուց։ Ընդ որում ես ուզում եմ ասել, որ այդ ընտրությունը պարտադիր չի, որ քվեարկությամբ տեղի ունենա, որովհետև երբեմն ընտրությունը եւ գուցե ավելի հաճախ ընտրությունը տեղի է ունենում ոչ ընտրական ճանապարհով, ուղղակի հանրային վերաբերմունքի ձևավորմամբ։ Մենք անցել ենք process-ներով, որտեղ ես առնվազն մի քանի անգամ ասել եմ եւ ես դա շարունակում եմ պնդել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որ պահին ուզենա, կարող է հեղափոխություն անել։ Ինչու՞, որովհետև մենք իրար հետ քաղաքացիներով 2018 թվականին ցույց ենք տվել, որ եթե քաղաքացին ուզենա հեղափոխություն անել, չկա ուղղակի պարզապես այդպիսի ուժ, որ կարողանա կասեցնել այդ հեղափոխությունը։ Ես նկատի ունեմ, որ այդ թվում վերջին շրջանում մեր ռազմավարությունների եւ տեսլականների վերանայումները քվեարկությամբ տեղի չեն ունեցել, բայց այդ վերանայումներին եղել է քաղաքական արձագանք, հնչել են այդ թվում հեղափոխության կոչեր, ես ինքս հեղափոխության այդ կոչերին միացել եմ, անկեղծ եւ ուղիղ ասելով, որ մենք այո, մեր պատկերացումները վերանայում ենք այսպես, այս պատճառով, եւ մենք դա անելու ենք, քանի դեռ այդ լիազորությունը ունենք, եւ եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները համաձայն չեն դրա հետ, ուրեմն պետք է իրենց անհամաձայնությունը ցույց տան եւ նաեւ անուղղակի ճանապարհով
Քաղաքացին, անհատ քաղաքացին ունեցել է եւ ունի վճռորոշ դեր մեր ռազմավարությունների որոշման, քաղաքական որոշումների կայացման եւ իրագործման գործում։ Բայց այս ամեն ինչը ինչի համար եմ ասում, ամենևին ոչ քաղաքական խոսույթ զարգացնելու, այլ բոլորովին այլ տրամաբանությամբ։ Իսկ տրամաբանությունն այն է, որ եթե քաղաքացին վճռական դեր ունի կառավարություն ձևավորելու, ըստ էության երկրի զարգացման ուղղությունները որոշելու գործում, քաղաքացին պետք է եւ ակնհայտորեն ունի դեր վճռական եւ առանցքային դեր իր անձնական կարիքները, իր անձնական բարեկեցությունը ապահովելու գործում, որը մեր համոզմամբ եւ կարծիքով եւ ակնհայտորեն պետքա տեղի ունենա աշխատանքի միջոցով։ Եվ որպես այս բոլոր հանրային, անհատական, քաղաքական գործառույթները մարդը քաղաքացին կարողանա պատշաճ ձևով իրականացնել, Հայաստանի տնտեսական եւ ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինում արձանագրվում է այն, ինչի մասին մենք արդեն բավականին երկար ժամանակ խոսում ենք, եւ ես ուզում եմ մի հատված մեջբերել։ Ենթավեռնագիրը կամ վերնագիրը կրթությունը որպես ռազմավարությունների ռազմավարություն։ Հայաստանի նոր տնտեսական պարադիգմի առաջին եւ առանցքային հիմքը կրթությունն է։ Առանց հասանելի արդիական եւ մրցունակ կրթական համակարգի եւ կրթությունը որպես ցկյանս ապրելակերպ որդեգրելու բարեփոխումների արդյունավետությունը տուժում է։ Կրթված իր իրավունքներն ու պարտականությունները գիտակցող քաղաքացիները պետության, ազատության եւ ժողովրդավարական կենսունակության ամենահուսալի հենարանն են։ Կրթությունն այլևս պարզապես մեկ ճյուղային քաղաքականություն չէ, այլ դոկտրինի առանցքը, որը կանխորոշում է տնտեսական զարգացման ծավալն ու բովանդակությունը, պետական կառավարման արդյունավետությունն ու ճկունությունը, ազգային ինքնության ամրությունը եւ պետականության հարատեվության օրակարգի հաջողությունը։ Եվ հաջորդ մեջբերումը դոկտրինի նպատակը Հայաստանի տնտեսական եւ ինստիտուցիոնալ զարգացման նոր տրամաբանության հաստատումն է, տնտեսությունը դիրքավորելով որպես ինքնիշխանության, անվտանգության եւ երկարաժամկետ կայունության հիմք, որի առանցքում կանգնած է կրթված, այսպիսով ազատ, կարող եւ ստեղծարար քաղաքացին։ Սա շատ կարևոր արձանագրում է այն տրամաբանությամբ, որ ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել, որ երբ որ մենք քաղաքացի ենք ասում, մենք քաղաքացի ասելով նկատի ունենք բնականաբար այդ թվում պաշտոնյաներին, ներառյալ այս դահլիճում գտնվող պաշտոնյաներին։ Եվ ինչպես մենք վերջին շրջանի մեր որոշումներում արձանագրել ենք, երբ որ մենք ասում ենք կրթությունը ցկյանս գործընթաց է եւ առանց սեփական կրթական մակարդակը բարձրացնելու հաջողություն չի կարող լինել, դա վերաբերվում է նաև մեզ, բոլոր պետական պաշտոնյաներին եւ մենք մեր որոշումներով նաև ստեղծում ենք համակարգ, որպեսզի ոչ միայն հնարավոր դարձնենք պետական պաշտոնյաների եւ ընդհանրապես բոլորի համար կրթությունը, այլև որոշակի կառուցակարգեր սահմանենք, որում պետական պաշտոնյայի գործունեությունը կարողանանք գնահատել նաև այդ տեսակետից, ինչքանով է ինքը զբաղվում իր կրթությամբ եւ ինչքանով է որդեգրում կրթությունը որպես ցկյանս գործունեություն եւ ապրելակերպ։ Այս իմաստով ես ուզում եմ մեկ դիտարկում անել կապված մեր վերջին շրջանի քննարկումների հետ, որովհետև մենք արդեն բավականին երկար անընդհատ քննարկում ենք եւ կայացնում ենք որոշումներ, որը վերաբերվում է ռազմավարությունների աստիճանակարգությանը։ Եվ մենք նաեւ վերջին շրջանում ռազմավարությունների հետ կապված որոշում ենք կայացրել, որ մենք 6 ռազմավարություն ենք ունենալու, եւ ես կարծում եմ, որ այս համատեքստում մենք այդ որոշումը պետք է լրացնենք նրանով, որ ինչ որ ձևով մեր 6 ռազմավարությունների կենտրոնում պետք է լինի կրթության ռազմավարությունը, որպեսզի այս դոկտրինի եւ այս տրամաբանության հետագա կիրարկումը այդպիսով տեղի ունենա, այսինքն կրթության ռազմավարությունը պետք է
ռազմավարությունների աստիճանակարգության մեջ ունենա առաջնային եւ կենտրոնական դիրք, եւ սա նույնպես մի արձանագրում է, որը նոր է մեզանում, բայց կարծում եմ ամբողջությամբ բխում է այն ռազմավարությունների տրամաբանությունից, որով մենք մինչև այս դե ֆակտո եւ ինտուիտիվ առաջնորդվել ենք, այս պայծ սկսած արդեն նաեւ դե յուրե հաստատված որոշման պետք է առաջնորդվենք։ Հաջորդ նրբությունը ըստ էության առաջին անգամ Հայաստանը նպատակաուղղված ձևավորում է տնտեսություն ելնելով տարածաշրջանային կայուն խաղաղության պայմաններից։ Խաղաղության օրակարգը արմատապես փոխում է տնտեսության կառուցվածքը, մրցակցային միջավայրը, լոգիստիկան եւ արտահանման շուկաների հասանելիությունը, ստեղծելով զարգացման բոլորովին նոր հնարավորություններ։ Այսինքն մեր Հայաստանի տնտեսական եւ ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը նաեւ պայմանավորված է տարածաշրջանային եւ արտաքին քաղաքական այն նոր միջավայրով, որը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության շուրջ եւ խաղաղության բանաձևը, խաղաղության պայմաններում տնտեսությունը նույնպես որոշակիորեն պետք է վերափոխվի, դիրքավորվի, ինչը հենց այս օրերին մեր աչքի առաջ տեղի է ունենում եւ իհարկե հաստատված խաղաղությունը եւ հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացումը մեր առաջնահերթությունների շարքում է, որը անխուսափելիորեն իր արտահայտությունը պետք է ունենա նաեւ տնտեսության մեջ։ Հաջորդ նրբությունը այն է, որ պետությունն իր վրա է վերցնում ակտիվ եւ պատասխանատու դերակատարում կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներում, էներգետիկ, տրանսպորտային, ջրային, թվային եւ անվտանգային համակարգերում, միաժամանակ ապահովելով պետական սեփականության թափանցիկ եւ տնտեսապես հիմնավորված մասնավորեցում այն ոլորտներում, որտեղ դա նպաստում է մրցակցությանը եւ արդյունավետությանը։ Այսինքն մենք այս դոկտրինով ավելի մեծ պատասխանատվություն ենք վերապահում պետությանը, կառավարությանը, ստրատեգիական նշանակության կամ կրիտիկական ենթակառուցվածքների կառավարման գործում միևնույն ժամանակ չբացառելով, որ այնտեղ, որտեղ որոշակի պայմաններում նաև մասնավորի ներգրավման, մասնավորեցման, մասնավոր կառավարման հանձնելու բանաձևերը կարող են աշխատել, մենք մեզ չենք սահմանափակում նաև այդ տրամաբանությամբ։ Բայց նոր պայմաններում տնտեսության համար կարևորագույն գործոններից մեկը արհեստական բանականությունը եւ թվային տեխնոլոգիաներն են, որոնք այս համատեքստում մենք պետք է դիտարկենք ոչ թե որպես առանձին ոլորտ, այլ որպես նոր տնտեսական, սոցիալական եւ հանրային իրողություն։ Այսինքն արհեստական բանականությունն էլ ոչ թե ինքը առանձին վերցրած ոլորտ է, այլ մի ոլորտ է, որը բացարձակապես ազդում է ամեն ինչի վրա։ Ինչպես կրթությունը, որը մենք այլևս չենք նայում որպես առանձին ոլորտ, արհեստական բանականությունն էլ առանց անկախ դրանից մենք կնայենք թե չենք նայի, ինքը արդեն մի ոլորտ է, որը բացարձակապես ամեն ինչի վրա ազդում է ընդհանուր հանրային հարաբերությունների, աշխատանքի արդյունավետության, կրթության, գիտելիքի եւ այդպես շարունակ, եւ մենք պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնենք, որպեսզի այդ մոտեցող ալիքը ոչ թե սպասենք, որ մոտենա այդ ալիքը, այլ մենք ինքներս նախապատրաստենք, այդ ալիքը բերենք որոշակի կառուցակարգերով, ինտեգրենք մեր կյանքին, մեր հանրային կյանքին, պետական կյանքին, բոլոր ոլորտներում, եւ սրա համար պետք է որոշակի նախապատրաստական աշխատանքներ, որը իհարկե մենք ինչ որ ձևով արդեն իսկ սկսել ենք, բայց շատ կարեւոր է, որ մենք ռազմավարական նշանակության փաստաթղթում դա արձանագրենք։ Արհեստական բանականության հետ կապված կա մի լրացուցիչ գործոն, որը վերաբերվում է էներգետիկ համակարգին, որովհետև արհեստական բանականությունը եւ արհեստական բանականության կենտրոնները իրենք էլեկտրաէներգիայի սպառման խոշոր կենտրոններ են, այսինքն արհեստական բանականության զարգացմանը զուգընթաց էլեկտրական էներգիայի սպառումը աճում է մեր պատկերացումներով անհամաչափորեն։ Այսինքն
այդտեղ նույնիսկ կարող ենք խոսել երկրաչափական պրոգրեսիայի մասին, արհեստական բանականության բնականon սովորական աճի պայմաններում, ինչը նշանակում է, որ մենք էներգետիկայի զարգացմանը պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնենք, բայց այստեղ պես համար բացվում են նոր հնարավորություններ, որովհետև Հայաստանի Հանրապետությունը շատ հարուստ է վերականգնվող էներգետիկայի ռեսուրսներով, մասնավորապես արևային էներգիան մեծ պոտենցիալ ունի Հայաստանի Հանրապետությունում եւ այդ պոտենցիալը մենք պետքա ճիշտ եւ ճշգրիտ օգտագործենք։ Ընդ որում ես գիտեմ, որ այստեղ էլ մենք բախվել ենք եւ բախվում ենք մի իրավիճակի հետ, երբ որ ոլորտում մենք հիմնականում նոր իմացություն եւ գիտելիք ձեռք բերելու մեծ պահանջ ունենք, բայց այդ պահանջը բավարար չափով չի լրացվում իմ դիտարկմամբ եւ մենք չենք կարող եւ այս թեմային առաջիկայում մենք պետք է անդրադառնանք, չենք կարող ասել, գիտեք, ինչ հիմա մենք վերականգնվող էներգետիկայի զարգացումը պետք է դանդաղեցնենք կամ կանգնեցնենք, մինչեւ մենք կհասցնենք այդ գիտելիքի հետևից։ Սա բացարձակապես կարծում եմ անընդունելի է, ոչ պետք է մենք թողենք, որ վերականգնվող էներգետիկան զարգանա եւ մի բան էլ խթանենք վերականգնվող էներգետիկայի զարգացումը, որովհետեւ այստեղ խոսքը այդ թվում մեր էներգետիկ անվտանգության եւ անկախության մասին է եւ մենք պատմական շանս ենք ստացել այդ թվում էներգետիկ առումով լինել շատ ավելի ինքնաբավ, շատ ավելի անկախ եւ շատ ավելի ինքնիշխան։ Այս առումով ուզում եմ ընդգծել, որ դոկտրինում առանձնահատուկ նշանակություն ունի էներգետիկ վերափոխման օրակարգը, որը նախորդ իմ ասացի հետ ունի ուղղակի եւ անուղղակի կապ։ Բացի այն, որ մենք էլեկտրական էներգիայի արտադրության վերաբերյալ մեր պատկերացումները պետք է փոխենք։ Մենք էլեկտրական էներգիայի եւ ընդհանրապես էներգիայի սպառման մասին մեր պատկերացումները պետք է փոխենք, որովհետեւ շատ կարեւոր է արձանագրել, որ այն ինչ մեզ հայտնի բառով անվանվում է էներգախնայողություն, այստեղ խոսքը տասնյակ եւ հարյուրավոր միլիարդների ռեսուրսներ ազատելու եւ այդ ռեսուրսները զարգացման այլ ոլորտներում ներդրելու հնարավորության մասին է։ Հիմա չնայած աշխարհում այլևս էներգախնայողություն արտահայտությունը չի օգտագործվում, որովհետեւ դա արդեն համարվում է հնացած արտահայտություն։ Այլևս խոսվում է էներգետիկ վերափոխման մասին, երբ որ ամեն կիլովատ ժամը ինքը կոնկրետ հաշվարկի մեջ է դրված եւ կոնկրետ տրամաբանության մեջ է դրված։ Միջարոտ չնայած երկարում է, բայց ես ուզում եմ մի օրինակ բերեմ, որ նաև հանրությանը պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը։ Ինձ համար շատ տպավորվել է բոլորովին վերջերս նախորդ տարի մեր հարգարժան թոշակառուներից մեկի հետ ունեցած իմ խոսակցությունը, երբ որ նա ասում էր, որ 50 քանի հազար դրամ թոշակ է ստանում եւ այդ 50 քանի հազար թոշակից մոտավորապես 27-28 հազարը ծախսում է տունը տաքացնելու վրա, բայց արդյունքում տունը չի էլ տաքանում։ Եվ ինքը ասում էր, որ հիմա դու պետք է կառավարությունը թոշակը բարձրացնի, որպեսզի ինքը գոնե կարողանա տաքանալ։ Ես սկսեցի հետազոտել այդ իրավիճակը կոնկրետ հասցեով, կոնկրետ տնով։ Եվ ես արձանագրեցի ինձ համար, եթե մենք օրինակ վերցնենք եւ 20000 դրամով բարձրացնենք թոշակը, նույն քաղաքացին էլեկտրական էներգիայի վրա եւ տուն տաքացնելու վրա ծախսելու արդեն ոչ թե 27000 դրամ, այլ ծախսելու է 35000 դրամ, բայց տունը միևնույնն է չի տաքանալու, որովհետեւ այդ տանը կան բազմաթիվ խնդիրներ, սկսած պատուհաններից, վերջացրած դռներով եւ այլն, վերջացրած պատերով եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ հետեւաբար մեր խնդիրը մենք սովորաբար ինչով ենք գնում, ասում ենք դե 27000 դրամը քիչ է տունը տաքացնելու համար, եկեք ծախսենք 35000 դրամ, բայց մեկը 35000 դրամով էլ տունը չի տաքանում, միևնույնն է, որովհետև տունը տաքացնելու համար մենք ընդհակառակը պետք է մեծ հաշվով փորձենք ծախսել ավելի քիչ, ասենք 18000 դրամ, եւ ներդրումներ անենք, որպեսզի տունը բնակարանը էներգետիկ առումով ամբողջությամբ վերափոխվի։
Սա ես այդ օրինակի թոշակառուի օրինակի վրա եմ բերում, ինչու, որովհետև ես հետո մեր գործընկերներին այդ խոսակցությունից հետո խնդրել եմ գնալ հետազոտել տունը, տալ եզրակացություն, թե ինչն է խնդիրը, ինչպես կարող ենք, եւ մեր եզրակացությունն էր, որ փողի ավելացմամբ, ուղղակի զուտ փողի ավելացմամբ մենք խնդիրը չենք լուծելու։ Մենք ընդհակառակը կարող ենք, եթե մենք անենք պատշաճ ներդրումներ, որը իհարկե այլ տրամաբանություն է ենթադրում, մենք ընդհակառակը էլեկտրական էներգիայի կամ տուն տաքացնելու վրա կծախսենք ավելի քիչ եւ կունենանք ավելի տաք եւ ավելի հարմարավետ բնակարան։ Եվ սա է էներգետիկ վերափոխման իմաստը, որը շատ բարդ թեմա է, եւ այս թեման պլանավորելու եւ իրականացնելու համար շատ լուրջ հետազոտական, վերլուծական եւ ինտելեկտուալ աշխատանք է հարկավոր։ Հաջորդ նրբությունը, որի վրա ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել, հետևյալն է, տարածքային զարգացումը մենք այսպիսով ընդգծում ենք որպես տնտեսական քաղաքականության առանցքային բաղադրիչ, պետությունը որդեգրում է տարածքային մասնագիտացման մոտեցումը։ Ինչ նկատի ունենք։ Նկատի ունենք, որ մենք այդ թվում տարածքային զարգացման տրամաբանության մեջ պետք է նույնականացնենք այն առանձնահատուկ հնարավորությունները, որոնք հատուկ են տվյալ տարածքին։ Կլինի դա մարզի մասշտաբով, կլինի համայնքի մասշտաբով, կլինի գյուղի մասշտաբով, որովհետև այո, ընդհանուր առմամբ մենք ունենք քաղաքականություններ, որոնք կիրառելի եւ արդյունավետ կարող են լինել բոլոր տեղերում։ Մասնավորապես այն, որ բոլոր տեղերում պետքա լինի ճանապարհ, ոռոգման ջուր, խմելու ջուր եւ այլն եւ այդպես շարունակ, դա ակնհայտ է, բայց այնուամենայնիվ ամեն առանձին վերցրած համայնք, մարզ, բնակավայր կարող է ունենալ զարգացման որոշակի յուրահատուկ ուղի ընտրելու տրամաբանություն, որի դեպքեր իմիջիայլոց հանրապետությունում արդեն իսկ կա։ Ասենք ամենահայտնի օրինակը Արենի համայնքը, որը կենտրոնացած է, ասենք գինու արտադրության վրա եւ ելի ուրիշ բնակավայրեր կան, որոնք ունեն իրենց առանձնահատկությունը եւ զարգացման ռազմավարություններ եւ մարտավարություններ որդեգրելիս մենք պետք է այս առանձնահատկությունները հաշվի առնենք։ Եվ սրա հետ ուղիղ կամ անուղակի եւ ուղակի կերպով կապվում է Հայաստանի Հանրապետությունը օտարերկրյա մասնագետների համար գրավիչ միջավայր դարձնելու օրակարգը։ Վերջերս նաև մենք մասնավոր հատվածի հետ քննարկումներում դուրս ենք բերել մի կարևոր օրակարգ, որտեղ ժամանակակից աշխարհում ձևավորվում է գլոբալ այնպիսի ուղղություն, որը անվանվում է digital nomad կամ թվային քոչվոր, ոչ այդքան հայերենում բարեհունչ բառակապակցությամբ, բայց գլոբալացման եւ տեխնոլոգիաների զարգացման պայմաններում մարդկանց տնտեսական եւ աշխատանքային գործունեություն ծավալելու համար շատ հաճախ պետք չի կապված լինել կոնկրետ վայրի, կոնկրետ գրասենյակի կամ երկարաժամկետ կապվածության հանգամանքը հաղթահարվում է եւ նոր սովորություններ են ձևավորվում, մարդը նախընտրում է աշխատել տարբեր երկրներում, տարբեր բնակավայրերում, տարբեր միջավայրերում, որտեղ գտնվելու ժամանակահատվածը կախված կլինի այն պայմանների հարմարավետությունից, որը երկրում առկա է։ Մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում այսպիսի մեծ պոտենցիալ կա, մանավանդ որ մենք հիմա լայնորեն ինտերնետի հասանելիությունը Հայաստանի Հանրապետությունում մեծացրել ենք, այսօր գործնականում Հայաստանի Հանրապետությունում չկա մի ձորակ, մի անտառ, մի պուրակ, մի լեռ, մի գետ, մի լիճ, որտեղ չկա ինտերնետ, որովհետև Հայաստանի Հանրապետությունում գործում է արդեն բավական երկար ժամանակ Starlink արբանյակային ինտերնետը եւ այս տրամաբանությամբ արդեն նախնական պայմանները, որ Հայաստանի Հանրապետությունը digital nomad-ների համար գրավիչ դարձնել մենք ունենք եւ հետեւաբար մենք պետք է այստեղ զարգացնենք իմիջայլոց մասնավոր հատվածում քննարկումների արդյունքում գաղափար առաջացավ եւ ես հանձնարարել եմ որ այդ թեման ավելի մանրամասն քննարկվի, որովհետեւ հիմա երկրները թողարկում են հատուկ վիզային ռեժիմ, հատուկ digital nomad-ների համար
Եվ մենք պետք է նույնպես քննարկենք առնվազն այս մոտեցումը որդեգրելու, երբ որ թվային նոմադների համար տրվում են որոշակի ժամկետով հեշտացված վիզաներ, որպեսզի նրանք իրենց ճամփորդությունը ավելի հեշտությամբ իրականացնեն եւ իհարկե զբոսաշրջային ենթակառուցվածքները հատուկ նշանակություն են այս տեսակետից։ Հաջորդ նրբությունը, որի մասին կուզենայի խոսել, հարկային նոր մոտեցումներ որդեգրելու շատ հավակնոտ եւ ճիշտն ասած մի քիչ վախենալու ծրագիր որդեգրելու մասին է։ Մենք համոզմունք ունենք, որ հիմա մեզ հարկավոր է, որ հարկային երկարաժամկետ կարգավորումներ որդեգրել։ Մենք դա գիտենք, մենք դա հասկանում ենք, մենք դա գիտակցում ենք, բայց գիտակցելը մի բան է, իրականացնելը երկրորդ բան է եւ դա անելու համարձակություն ունենալը երրորդ բան է։ Եվ չեմ թաքցնի, այդ թվում վերջերս ջերմուկում տեղի ունեցած գործարար աշխատաժողովի ժամանակ մենք զգուշորեն սկսել ենք քննարկել, որ առաջիկայում մենք պետք է դիտարկենք հարկային այնպիսի նոր օրենսգիրք ընդունելու տարբերակը, որը մենք կարգավորումներով կկարողանանք ուժի մեջ պահել նույն կարգավորումները, ասենք օրինակ 10 տարի։ Այսինքն, եթե մենք կարողանանք հասնել այդ կետին, որ ընդունենք հարկային օրենսգիրք եւ արձանագրենք, որ հարկային այս կարգավորումները առաջիկա 10 տարում լինելու են ուժի մեջ եւ հաջորդ 10 տարվա փոփոխությունները քննարկվելու են նախորդող 5 տարվա ընթացքում, սա իհարկե Հայաստանի որպես ներդրումային միջավայր գրավչությունը էականորեն կփոխի, բայց ես ուզում եմ սա մենք հստակ արձանագրենք, սա մենք չենք արձանագրում որպես պարտավորություն, որովհետև ասում եմ, թաքցնելու բան չկա, սա բավականին բարդ եւ ուղիղ ասում եմ վախենալու թեմա է, բայց մենք հայտարարում ենք, որ մենք լրջորեն մոտենալու ենք այս հարցին եւ նաեւ փորձագիտական հանրությանը, գործարար հանրությանը արդեն իսկ հրավիրել ենք այս թեմայով քննարկումներ ունենալու, տեսնելով թե իրատեսորեն ինչքանով է իրատեսական նման խնդրի լուծմանը, բայց իհարկե գալու է պահը, երբ որ առաջանալու է ուղղակի քաղաքական պատասխանատվության խնդիր, եւ մենք լրջորեն դիտարկում ենք այդ քաղաքական պատասխանատվությունը ստանձնելու տարբերակը։ Եվ նաեւ կառավարման արդյունավետությունը բարձրացնելու առումով էական ենք համարում թվայնացումը, որովհետև մենք շատ ենք խոսում այն մասին, որ մեր կարգավորումները երբեմն շատ բարդ են, շատ երկար են, շատ խճճված են եւ հանրապետության պատմության ընթացքում տարբեր փորձեր են եղել կարգավորումները հնարավորինս պարզեցնելու։ Իհարկե այդ փորձերից մի մասը եղել են բավականին հաջող, մյուս մասը եղել է ոչ այնքան հաջող, բայց մենք եկել ենք այն եզրակացությամբ, որ այս խնդրի լուծման ուղիղ ճանապարհը թվայնացումն է, որովհետև նախ թվայնացումը մեզ համար առիթ է, որպեսզի մենք ամեն ինչի անդրադառնանք հետևյալ տեսակետից։ Իսկ արդյոք այս կարգավորումը պետք է, որովհետև մենք պիտի թվայնացնենք ամեն ինչ եւ կա ուրիշ մի սկզբունք, եթե կա մի կարգավորում, որը հնարավոր չէ թվայնացնել, ուրեմն այդ կարգավորումը ընդհանրապես անհրաժեշտ չէ, այդ կարգավորումը պետք է վերացնել։ Եվ երկրորդը, ամեն ինչ չի, որը հնարավոր է թվայնացնել, դա ինքնին չի նշանակում, որ դա անհրաժեշտ է։ Մենք պետք է նորից վերանայենք, եւ երբ որ մենք որդեգրում ենք այդ սկզբունքը, որ պետությունը քաղաքացուց կամ սուբյեկտից պետք է մի տվյալը մի անգամ վերցնի եւ հետագայում երկրորդ անգամ նույն տվյալ ներկայացնելու անհրաժեշտություն չառաջացնի քաղաքացու համար, սա էլ մի իրադրություն է եւ բանաձև է, որը անխուսափելիորեն մեզ տանելու է բազմաթիվ կարգավորումների ուղղակի չեղարկման, դրանց անհրաժեշտ չլինելու հիմնավորմամբ։ Իհարկե թվայնացման process-ը գնում է առաջ, բայց առաջիկա շրջանում մենք ավելի մեծ ուշադրություն եւ կենտրոնացվածություն պետք է ունենանք թվայնացման վրա, որը մենք համարում ենք այդ թվում արդյունավետ կառավարման գործիք, պետական կառավարման համակարգի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու գործիք։ Եվ ինչով, առաջին հերթին նրանով, որ պաշտոնյաների սուբյեկտիվ
կամ թեկուզ օբյեկտիվ միջամտության անհրաժեշտությունը ուղղակի վերանում է, երբ որ թվայնացման գործիքները պատշաճ սկսում են գործել։ Եվ այս առումով արդեն անդրադարձա պետական ծառայության գրավչության բարձրացումը, մեծացումը, բայց միևնույն ժամանակ պետական ծառայողից պահանջների ավելացումը այս ամբողջ վերափոխման գործընթացի շատ կարևոր եւ առանձնահատուկ մաս են, որովհետեւ այն, որ մենք ասում ենք ամեն ինչ որոշում է մարդը, դա վերաբերվում է այո մարդուն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ընտրող, դա վերաբերվում է մարդուն որպես Հայաստանի Հանրապետությունում աշխատող տնտեսական գործունեություն ծավալող, դա վերաբերվում է մարդուն որպես հանրային ծառայող պետական պաշտոնյա եւ այդպես շարունակ։ Եվ մարդու այդ պատասխանատվությունը կրելու համար անհրաժեշտ պայմաններ պետք է ստեղծել եւ անհրաժեշտ պայմանները պետք է նաեւ որոշակի պարտադիրության, եթե ոչ ուղղակի գոնե անուղղակի էֆեկտ ունենան եւ երկրորդը պետական աշխատանքին ի վերջո չպիտի լինի այնպիսի վերաբերվում, դե քանի որ լավ աշխատանք չեմ կարողանում գտնել, ուրեմն երևի պետքա ստիպված եմ պետական կամ համայնքային ծառայող լինել, ինչը ցավոք որոշ դեպքերում մեր իրականության մեջ առկա է։ Այսինքն մենք չենք կարող ասել, որ մենք այդ երևույթից ազատվել ենք։ Եվ հետեւաբար, եթե մենք ուզում ենք, որ վերափոխված եւ զարգացած պետություն ունենանք, դա նշանակում է, որ պետական համակարգում աշխատանքը չպետք է տեղ ունենա մեկնաբանվելու, այլ տեղ աշխատանք չգտնելու հետևանք։ Եվ սա լուրջ խնդիր է եւ մենք այո շատ բարդ է, շատ պատասխանատու է։ Մինչեւ հիմա ոչ մեկ այդ բեռը չի վերցրել իր վրա, բայց ով պիտի վերցնի, ասինքն մենք հույս ունենք, որ այնտեղ ինչ ենք ասում, ոչ թե ինչ որ ուրիշ, ինչ որ մեկը պետք է անի, այլ մենք պետք է անենք դա եւ մենք դա արել ենք, առաջիկայում մենք այս թեմայով կստանանք լուրջ հարվածներ, բայց մենք այդ հարվածներին կտանք արժանի հակահարված։ Տնտեսության մասով մենք էական մի գործոն կա, որը հաջորդ ժամանակաշրջանում պետքա շատ ավելի մեծ դեր ունենա մեր երկրի տնտեսության զարգացման գործում այդ կապիտալի շուկայի կայացումն է։ Ես ուրախ եմ, որ Ջերմուկում տեղի ունեցած աշխատաժողովը մեզ համոզեց, որ այս ընթացքում մեր գործադրած ջանքերը իզուր չեն եղել։ Ես անկեղծ ասեմ, ես այն զգացողությունը ունեի, այդ թվում Ջերմուկ գնալուց առաջ, որ մենք ինչքան քննարկել ենք, որոշումներ ենք կայացրել, միջոցներ ենք ձեռնարկել, ոնց որ թե համարյա անարդյունք է անցել, բայց սա այն դեպքերից էր, որ այդ թեմայով զեկույցը ինձ հաճելիորեն զարմացրեց, ընդ որում զեկույցի հեղինակը պետական մարմինները չէին, որ ասվեն, որ էլի սխալ զեկույցներ են ներկայացնում։ Պետական մարմինը, որ մի լավ բան ասում է, ինչ որ շրջանակներ կան, առաջ արձագանքն են, որ սխալ տվյալներ են ներկայացնում, խաբում են, մոլորեցնում են։ Հենց իրական հատվածի ներկայացուցիչները ներկայացրին զարգացումները եւ մենք ոնց որ տնտեսությունն է աճել 50 եւ ավելի տոկոսով, այնպես էլ կապիտալի շուկան իր ծավալներով առնվազն 3-4 անգամ մեծացել է եւ հիմա էլ նոր փուլ մտնելու նախապատրաստված ենք եւ կապիտալի շուկայի դերը պետք է էականորեն մեծանա։ Հաջորդ առանձնահատկությունը, որ կուզենայի ամփոփելով ուղղակի ընդգծել, այդ գյուղատնտեսության նկատմամբ մեր վերաբերմունքն է եւ մենք ոչ թե առաջիկա շրջանում պետք է ասենք գյուղատնտեսություն եւ ինտենսիվ գյուղատնտեսություն, մենք գյուղատնտեսություն ասելով պետք է հասկանանք միայն ինտենսիվ գյուղատնտեսություն, որովհետեւ ոչ ինտենսիվ գյուղատնտեսությունը պարզապես եկեք արձանագրենք, որ ինքը չեմ ուզում ինքը չի համապատասխանում ոչ միայն վաղվա, ինքը այսօր արդեն արդիական չի, բայց ես ուզում եմ հաճույքով արձանագրել, որ էսել են ոլորտներից է, որտեղ մեր ջանքերը ի հեճուկս բոլոր կոռուպցիոն եւ մերձ կոռուպցիոն սկանդալների
էլի տվել են արդյունքներ։ Ես ամենաթարմոն իրակը նախորդ օրը մենք Արուճում ուրեմն մասնակցում էինք հոգևոր երաժշտության փառատոնի, որտեղ զուգահեռ արդեն 3-րդ տարին փորձում ենք տոնավաճառի նման բան կազմակերպել։ Ես տաղավարներով անցնում էի եւ հերթական տաղավարի մոտեցա, այնտեղ մրգեր էին դրած եւ իմ առաջին ռեակցիան այն էր, թե այս մտքումս ասես ներմուծած բանը մրգերը ինչ են բերել այստեղ շարել, բայց որպեսզի համոզվեմ, ես տաղավարի մոտ կանգնած մարդկանց հասցի այս ներմուծածա, թե Հայաստանի Հանրապետությունը հաջացրած։ Ես ճիշտ ասած միջև հիմա այդպես խորապես հավատացած չեմ, որ դա Հայաստանի Հանրապետությունը, որովհետև ոչ միայն այդ մրգերի արտաքին տեսքը, այլև փաթեթավորումը, ներկայացումը եւ այլն բան է, որ ես ինքս տեսել եմ Հայաստանում ես տենց բան չեմ տեսել եմ միայն արտերկրում, եւ սա մի օրինակ է, իհարկե համոզված եմ, որ էլի բազմաթիվ օրինակներ կան, եւ ինտենսիվ գյուղատնտեսությունը Հայաստանի Հանրապետությունում աճում է շատ էական տեմպերով, բայց մեր խնդիրը հետեւյալն է, որ մենք բոլոր գյուղացիական տնտեսություններին եւ հասանելի դարձնենք եւ հիշում եք, որ ջրային ոլորտի կառավարման հարցերին անդրադառնալիս մենք խոսում էինք ոչ միայն այսօր Հայաստանում վարելահողերը եւ տնկարկները հասանելի դարձնել կամ տնկարկների եւ վարելահողերի համար հասանելի դարձնել ոռոգման ջուրը, այլև ջուրը կառավարել այնպես, որ բազմաթիվ տարածքներ, որոնք ունեն դառնալ վարելահողեր, ունեն պոտենցիալ դառնալու վարելահող կամ այգիներ, մենք կարողանանք այդ տեղերին նույնպես ոռոգման ջուր հասնել, որովհետև եթե տեղ ջուր լինի, այնտեղ կլինեն այգիներ, ընդ որում բարձր արժեք ունեցող մշակաբույսերի այգիներ, եթե ջուր չլինի, այնտեղ կշարունակեն մնալ տափաստանային իրավիճակներ։ Հարգելի գործընկերներ, էլի փաստաթուղթը ճիշտ է շատ ծավալուն չէ, բայց ինքը ընդգրկուն է, բայց ուզում եմ էլի ընդգծել, որ այս բոլոր մոտեցումների հիմքում ընկած է մեկ առանցքային գաղափար, պետությունը դիտարկվում է որպես շարունակական ինստիտուտ, որտեղ կառավարությունները փոփոխական են, իսկ տնտեսական քաղաքականության տրամաբանությունը կայուն եւ կանխատեսելի։ Եվ այս ամենի հիմքում դրված է պետության հարատեվության գաղափարը եւ այս ամենի հիմքում դրված է այն գաղափարը, որ պետության տնտեսական զարգացումը հենց պետական շահն է։ Այս էլ է շատ կարևոր արձանագրելու համար, որովհետեւ էլի մեր իրականությամբ մենք անդադ ասում ենք առաջնորդվենք պետական շահով, առաջնորդվենք պետական շահով, առաջնորդվենք պետական շահով։ Մենք պետք է շատ հստակ ձևակերպենք եւ տեսնենք, թե ինչ է պետական շահը։ Պետական շահը տնտեսական զարգացումն է, որովհետեւ առանց տնտեսական զարգացման պարզապես հնարավոր չէ սպասարկել որևէ օրակարգ։ Կառավարության անդամները ներկայացնում են տարբեր ոլորտներ եւ դահլիճում ներկա պաշտոնյաները ներկայացնում են տարբեր ոլորտներ, բայց առանց տնտեսական զարգացման որևէ ոլորտում առաջընթաց հնարավոր չէ ապահովել, որովհետեւ որևէ ոլորտում առաջընթաց ապահովելու համար անհրաժեշտ է պետական բյուջեի եկամտային հոդված, բ ծախսային հոդված, իսկ այս երկուսի համար անհրաժեշտ են իհարկե եկամուտների շարունակական աճ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, իսկ պետական բյուջեի եկամուտների աճը առանց տնտեսական զարգացման պարզապես հնարավոր չէ։ Հարգելի գործընկերներ, սա է նախապատրաստել ասելու Հայաստանի տնտեսական եւ ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինի մասին, ըստ էության կառավարությունը ամբողջ կազմով եւ գերատեսչությունները մասնակցել են փաստաթղթի մշակմանը եւ առաջարկում եմ ընդունել, բայց եթե հարցեր եւ դիտարկումներ կան, խնդրեմ։ Չկան, հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։